Թանկագին հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայություն, բարի կամքի մարդիկ աշխարհում եք, իրավապաշտպաններ, մարդու իրավունքների պաշտպաններ, լրագրողներ։ Ստիպված դիմում եմ ձեզ, քանի որ այլ ընտրանք պարզապես չունեն։ Դուք գիտեք, որ մենք արդեն 3 տարի այստեղ ենք, դատական գործընթացներ են գնում եւ այլ իհարկե մեծ խախտումներով, բայց վերջի այդ խախտումներին գումարվել է եւս մեկը։ Անհետացել են իմ այստեղ ուրեմն վերաքննիչ դատարան ուղղված նամակ բողոքներից, որպեսզի նաև վերաքննիչ դատարանում վերանայվի այս գործը։ Իսկ մենք դուք գիտեք, որ ուզում ենք դիմենք միջազգային դատարան։ Իմ հաստատանն է դրա մասին տեղյակ պահել 50 թվականի մայիսի 7-ին, ասելով, որ վերջին օրն է դիմումների հանձնման։ Եվ այն իհարկե անակնկալ էր, քանի որ վերջին օրը պետք է լիներ փետրվարի 25-ը, իսկ փետրվարի 23-ին ես 2 դիմում ուղարկել եմ մեկուսարանից, մի հատ էլ նամակ մեկուսարանի պետի միջոցով խնդրանքով, որ սա ուղարկեն։ Եվ այդ ամենը անհետացել է, չկա։ Ստիպված եւս մի նամակ եմ գրել, բայց չգիտեմ պատասխանը, հետեւաբար չի բացառում, որ փորձ անեն, որ թույլ չտան, որպեսզի ես դիմումներս ներկայացնեմ վերաքննիչ դատարան։ Բացի դրանից մեկուսարանից տեղափոխվելու ժամանակ ապրիլի 21-ի մեկուսարանից բանտ արգրավել է նաև իմ վերջի ելույթը ուրեմն առաջին ատյանի դատարանում դեկտեմբերի 19-ին 2025 թվականին։ Սա նույնպես ոչ այլ ինչ է, քան քայլ ոչնչացնելու բոլոր քննադատական ուրեմն ելույթներ։ Հետևաբար խնդրում եմ բոլորդ սա ընդունեք որպես տեղեկություն միջազգային դատարանի որպես ի վարույթ, իսկ միջազգային հանրությանը ի գիտություն, որովհետև մենք ուզում ենք իսկապես դիմենք միջազգային դատարան եւ այստեղ միայն այդ դրանով է հնարավոր այդ հարցը կարգավորել։ Հետևաբար կոչ եմ անում բոլորիդ օգնել մեզ այս ուղղությամբ համայն հայությանը եւ բարի կամքի մարդկանց։ Ես սա անում եմ անուն արդարության, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, անուն իսկական խաղաղության։ Եվ կարծում եմ սա միակ ճանապարհն է այս ուղղությամբ։ Հետևաբար նաև կխնդրեի, որպեսզի պահանջեք, խնդրեք, որպեսզի մեր վերջին ելույթները ձեզ տրամադրեն նաև տեսանյութով, եթե արդեն չեն ոչնչացվի։ Իսկ հիմա ես կուզենայի հակիրճ ներկայացնեմ դատական գործընթացը, ով է իմանում, վաղը ինչ կլինի հետս, որպեսզի դուք տեղյակ լինեք ընդհանուր առմամբ ինչ է կատարվում։ Այս դատավարությունը, որ ընթանում է, իհարկե շինծու է, հաղթում են կոպտորեն բոլոր նորմերը մարդասիրության, արդարության, միջազգային իրավունքի, իրենց սեփական օրենսդրությունը։ Ես կոչ եմ անում, որպեսզի մեր հայրենանվեր հայությունը միավորվի եւ պաշտպանենք մեր իրավունքները, որովհետեւ մենք դիմելու ենք միջազգային դատարան։ Իրենց բոլոր փաստարկները շինծու են, փուչիկ են, շատ թույլ են, չեք պատկերացնում։ Եվ այս դատավարությունը ոչ թե դատավարություն է, սա էթնոքաղաքական վենդետա է, էթնոքաղաքական լինչ է ուղղված մեր ժողովրդի անցյալին, ներկայի եւ ապագայի։ Այնքան էին շատ այդ չարաշահումները, այդ խախտումները, որ նույնիսկ որոշ փաստաբաններ դա մասին նշել են, հայտնելով, որ ժամանակը կգա իրենց համար ամոթ կլինի այդ բոլոր ուրեմն խախտումների համար։ Ես կասեի նաև ցավոտ կլինի, որովհետև կան որոշ գաղափարներ, որոշ չգրված օրենքներ, գրված օրենքներ հավատքի հետ կապված, որոնց խախտումը այդ թվում առավել եւս գիտակցաբար, կամավոր եւ հանդուգն որևէ մեկին չի ներվում երբևիցե։ Եվ մեջբերել են նաև իրենց Ղուրանից մի ասացվածքը, որտեղ ասվում է, որ Աստված չի սիրում ուրեմն հանդուգն եւ ինքնահավան, այսպես ինքնագոհ մարդկանց։ Եվ սա շատ կարևոր է։ Կարծում եմ, որ դա ունեցավ իր ազդեցությունը եւ այնքան է շատ այդ խախտումները, որ երբեմն նաև տրագիկոմեդիա է հասնում, ասես օրինակ առաջի բանը, որ աչք է ծակում, դա մեղադրականում այն ինչ գտել են իմ մոտ խոզարկման ժամանակ։ Նրանք գրել են, որ հայտնաբերվել է 2 մետրական իրեր, սպիտակ եւ դեղին գույնի։ Այդ սպիտակ եւ դեղին գույնի իրերը իմ ոսկյա ոզնոցն է խաչով եւ տեղողորնյաց կամ թզբեղս, որը արծաթե եւ երկուստեղ ձերքի աշխատանք է։ Հիմա նշում են, որպես սպիտակ գույնի եւ դեղին գույնի ինչ-որ մետաղական իրեր, այսինքն այլ ասել երկարաթե, չգիտեմ, կթալ եւ այլն, ոնց հետո պիտի բացատրեք։ Սա հասկանում եք, սա պետական մակարդակով այսպես դարի
դատավարությունն է։ Այնուհետև շատ հետաքրքիր է այսպես կոչված վկանների բարձրաբանումները։ Մի վկա, որ ինձ առաջինը ճանաչեց ճակետներում, դա այն էր, որ նա ինձ ասեց, որ դու Վիտալի Բալասանյանն ես, քեզ լավ հիշում եմ, ծեծում էիր ինձ, խոշտանգում էիր, այնուհետև բոլորը ասեցին, որ նա այլ մարդ է, բայց սա չէր հանգստանում։ Իմ ուրեմն պաշտպանս ասեց, որ նա ինքը չի, սա իրեն անպատվեց հայ համարից, հետո տեսավ, որ իրավիճակը բարձրացել է, սկսեց ինչ-որ սիմուլյանտություն անել։ Մյուսը, որ ինձ ճանաչեց էլի ճակետներում, մի մարդ է, որ ասում է, որ ես իրեն խոշտանգում էի 1994 թվականի ձմռան։ Եվ ասում է, չես փոխվել առհասարակ, հասակը 2 մետր նույնն է, ուրեմն ոսկե գույն մորուքով, բեխերով եւ մազերով ոչ մի ձևով չես փոխվել։ Դա էլ ասում է, որ իրեն մատնանշելով մեզ ծեծում էինք դաշան ձևով 93-92 թվականին կախել էինք գլուխը դեպի ներքև 7 օր պահել էինք այդ իրավիճակում ծեծում էինք երկաթե ձողերով ինչ-որ փայտերով ես հարցնում եմ ասում եմ նույնիսկ չղջիկները որոնք 1 միլիոն տարի կամ միլիոնավոր տարիներ էվոլյուցիան անցել չեն կարող ամբողջ օրը 7 օր իրար հետևից կախված մնալ ո՞նց է դու կախված մնացել հասկանում եք նման բաները նորմալ դատարանում պետք է առնվազն 3 ուրեմն պատասխան տրվի դրանց կամ այդ մարդիկ պետք է ներողություն խնդրեն կամ նրանց նկատմամբ պետք է փոխհակամություն անել բժշկական միգուցե ինչ-որ խնդիրներ ունեն կամ պետք է որպես զրպարտություն համարեն եւ դատի տան ոչ մի բան տեղի չունեցավ հակառակը նրանք գալիս էին բոլոր դատավարությունների շատ ու շատ այլ դատավարությունների եւ նրանց ցույց էին տալիս առաջին պլան իրենց հերոստատեսություն հետաքրքիր է նաեւ այն որ ուրեմն մեր քննության ժամանակ նախաքննության բերեցին եւ ցույց տվեցին ԼՂՀ ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանի նկարը ասեցին որ սա հայտնի մաֆիոզ է որը ուրեմն զենք էր վաճառում ես ասեցի այդ մարդը դրա հետ կապ չունի հետո պարզվեց որ սա այլ Դավիթ Գալստյանը պատրոն Դավո կոչված անձ բայց խնդիրը նա է որ այդ պատգամավորի նկատմամբ արդեն 73 հատ վկայություն են տվել եւ անձամբ ուրեմն իբրև թե տեսել են իրեն իհարկե երբ որ ես պատմեցի նրանք խառնվեցին հետո գնացին մոտ 2 ժամ հետո եկան ասեցին փոխել ենք եւ կասեք որ դուք փրկել եք Գալստյան Դավիթի կյանքը չգիտեմ ինչու են փրկել սա է իրավիճակը այդպեսին է եւ երբ որ մեզ ներադրում են տնտեսական ապօրինի գործունեության մեջ նրանք բերում են որ չճանաչված պետությունները ապօրինի կազմավորումն են եւ նրանց հետ տնտեսապես որևէ կապ ունենալը արդեն ինքնին ուրեմն հանցագործություն բայց ինչ է տեղի ունեցել դատավարության ժամանակ այդ թարգմանության սինխրոն սարքը պատրաստված եղել Թայվանի ես դա նկատեցի այսինքն իրենք դատում են անջատողականների օգտագործելով անջատողական աստորեն տեխնիկան բայց ասում են որ չի կարելի պետությունների հետ կապ պահպանել այն երբ որ իրենց ղեկավարությունը միայն 2025 թվականին 2 անգամ է Չինաստան այցելել եւ այնտեղ հայտարարել որ Թայվան ճանաչում է Չինաստանի մաս հասկանում եք այսպիսի բաներ ես սա պատմում եմ փաստերից ելնելով սա ոչ թե երևակայություն հետեւաբար սա է իրավիճակը ինչի է այդպես որովհետեւ կարծում եմ կա պետական այսպես աշխարհակահաղական ատելություն ես համապատասխանել եմ նաև իմ ելույթները եւ սա է պատճառը հասարակ մարդիկ կապ չունեն մարդիկ նորմալ են ամենտեղ եւ այստեղ իրոք շատ մարդիկ տեսել են նաեւ շատ նորմալ մարդիկ ովքեր մեզ լավ են վերաբերվում եւ ընդհանրապես չկա վատ ազգ դրա համար ես երախտապատ եմ բոլոր նորմալ մարդկանց դեպաբար ճշմարտությունը պետք է ասենք այնպեսին ինչպեսին է կա լավ բաները մասնանշեն վատը նույնպես եւ սա է իրավիճակը այսինքն մենք ուզում ենք որ արդարություն լինի դրա համար ներկայացնում ենք եւ այս ամենը նաեւ միջազգային հանրության եւ օգտվելով առիթից ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել մեր բոլոր բարեկամներին ովքեր այս տարիների ընթացքում մեր մոտ էին մեր կողքին էին թե հայրենիքում թե մեր սփյուռքում թե մեր բարեկամները աշխարհով մեկ տարբեր երկրներում որոնք նույնիսկ ունեն իրար հետ ոչ խնդիրներ հատկապես ակտիվ է Եվրոպան Ամերիկան գիտեն եւ դա շատ լավ է պինդ մենք այս պահի դրությամբ դերևս ամեն ինչ նորմալ է եւ բանտում եւ այլը տեսնենք բայց շատ շնորհակալություն որտեղ այդ պայքարը ոչ միայն մեզ համար է դա արդարության մարդու իրավունքների ժողովրդավարության համար է